Երբ ասում են դիմոկրատիան ինչ, որ է ցույց բան է, եկեք ես ձեզ ասեմ դիմոկրատիայի բացակայությունը որն է։ Դիմոկրատիայի բացակայությունը այն է, երբ բլոգերին կնոջը օմոնով գալիս են, տանում են, նստացնում են իր գրածի համար։ Դիմոկրատիայի բացակայությունը այն է, երբ որ իրան մի տեղից մյուս տեղ են տանում ու ձմեռը հանում են իրան առանց ոչ մի բանի, առանց կուրտկայի ու ինքը խնդրում է, որ դողացնում է, թողեք կուրտկաս հագնեմ, ձեռ են առնում ու չեն թողում։ Դիմոկրատիայի բացակայությունը այն է, որ տանում են իրան կամերա, որտեղ մենակ անկողինն է, ժեշտի, առանց մատրասի, առանց տեղաշորի։ Բացակայությունը դիմոկրատիայի այն է, որ ձմեռը ֆորտոչկան բաց են թողում հատուկ, ինքը դողացնում է գիշերը, խնդրում է, որ թողեք փակեմ դա, չեն թողում։ Այդ դա է բացակայությունը։ Ավելին ձեզ ասեմ, դիմոկրատիայի կիսա լինելը, կիսա չլինելը, կամ Եվրոպայի իմաստը, Եվրոպայի ուժը այն է, որ Ադրբեջանը Վրաստանին դիմում է, որ իմ ընդդիմությունը քո մոտ է, այդ մարդուն բռնեք ուղարկեք իմ մոտ։ Վրաստանը բռնում է այդ մարդուն, բայց հասցնում են Եվրոպային տեղեկացնեն, որ Ադրբեջանի ապոզիցիային ընդդիմությանը Վրաստանը բռնել է, որ ուղարկի իրանց մոտ, ու գիտեք ինչեր են անում ընդեղ։ Եվրոպան դիմել է Վրաստանին, ասել է տենց բան չանես, ես քեզ իրավունք չեմ տալիս, որ ուղարկես իրան Ադրբեջան, իրան պետքա բաց թողես։ Ու հիմա Վրաստանը 8 ամիս այդ մարդուն պահել է իր բանտում ու չգիտի ինչ անի։ Մի կողմից չի կարողանում Եվրոպայի ասածը չկատարի, մյուս կողմից Ադրբեջանի ասածը չի կարողանում չկատարի, քանի որ նավթից կախված է իրանց սոկառից, հոգին էլ ծախել են իրանց։ Հիմա Վրաստանը մնացել է այս միջտեղը չգիտի ինչ անի։ Այ Եվրոպայի ուժը այնքան է, որ կարողացել է ադրբեջանցու ընդդիմությանը պահի Վրաստանում, բայց ոչ արդեն սպանդի ենթարկվի Ադրբեջանում։ Այդ դա է Եվրոպայի դիմոկրատիան, ու այդ դա է Եվրոպայի ուժը, երբ որ դուք ասում եք ինչին է մեզ պետք Եվրոպան կամ ինչի մենք դիմենք Եվրոպական դատարան, այս սենց հարցերում, որ վաղը ձեզ խոշտանգեն, ձեզ գողանան, մենք կարողանանք ձեր համար, այդ ֆամանիվերուշի համար դիմենք Եվրոպայում ու պահեն ձեզ Վրաստանում չուղարկեն Ադրբեջան, հասկացաք, կամ Բելարուսիայում։